Եթե մի գործողություն անընդհատ կատարվում է եւ դա կատարվում է 21 թվականից սկսած արդեն 25 թվականը եւ գնալով աճում է եւ ոչ մի գործողություն բանկը չի կատարում, իհարկե տեսնում եմ, այսինքն այստեղ պետք է, չգիտեմ, ոնց պետք է համոզեն քաղաքացուն, որ իրենք ամեն ինչ անում են, բայց միայն ասելով, որ մի տվեք այդ կոդերը, չէ՞ որ դու կարող ես հայտնվել այդ պահին իրավիճակում, որ քեզ թվա թե իսկապես ինձ այդպես է թվացել ու իրենք ինձ օգնում են, փրկում են, այսինքն այդ պահին 600,000-ի հայտը չեղարկում են, բայց այստեղ լավ հոգեբանական պահ է զեղծարարը օգտագործում, իսկ բանկը ոչինչ չի անում, 21 թվականից 25 թիվը իրանք ոչ մի բան բացի միայն խոսքով իրազեկելով քաղաքացուն, որ մի մտեք լինքերը մի անցեք հղումներով եւ այդ կոդերը մի տվեք, դա շատ քիչ է, երբ որ ես կոդը տվեցի, այդ դեպքում նույնիսկ զեղծարարը չէր կարողանա իմ հաշվին վարկ ձևակերպել, եթե բանկը պատշաճ ձևով կարողանար ինձ պաշտպանել, այսինքն պաշտպանելու տարբեր եղանակներ կան, սկսած հենց այն պահից, երբ որ պիտի բանկի աշխատակիցը զանգեր ինձ եւ ասեր ձեր անձնագիրը դրեք ձեր դեմքին եւ տեսնեմ դա դուք եք թե ոչ, այստեղից սկսած, այսինքն շատ պարզագույն միջոցներ են պետք անգլերեն լեզուն փոխել հայերեն, նու մինիմալ բան եմ ասում, չասեմ որ իրենք ավելի լավ բաներ կարող են անել եւ նույնականացնելով անձին իր անձնագրի հետ հենց տեսազանգով, որը անում է շատ տարբեր բանկեր, այստեղ այսինքն Հայաստանում կա 3 խոշոր բանկ, որը զբաղվում է այս հարցով եւ եթե բանկերը ոչինչ չեն անում 5 տարի, կներեք, բա ինչի մասն է խոսք, ուրեմն միտում կա եւ շահագրգռվածություն կա եւ ցանկություն կա քաղաքացուն դնել այսպիսի իրավիճակի մեջ։ Ձեր դեպքի ժամանակ բանկի հետ կապը եղել է, ինչ են։ Այսպես ասեմ, այո, իհարկե եղել է, 1.5-ից 2 ժամ զեղծարարի հետ, այսինքն ինքը ինձ պահել է գծի մեջ եւ ասելով որ իհարկե ընթացքում անջատվել է, ես ցանկացել եմ բանկ զանգահարել, բայց իրանք անմիջապես ինձ հետ են զանգել, թույլ չեն տվել ես զանգահարեմ, դա իրանց աշխատելավոճն է։ Ուրեմն պատկերացրեք, երբ որ ես գլխի ընկա, որ արդեն ինձ email-ից SMS եկա, որ վարկը հաստատվել է, ես ասում եմ, բայց դուք չեղարկում եք, հիմա հաստատման կոդ է եկել, անմիջապես անջատում եմ հեռախոսը, իրանք այդ նույն հեռախոսահամարը եւս 2 անգամ հետ է զանգահարում, որ ես վերցնեմ, չեմ վերցնում, երրորդ անգամ անմիջապես հետո զանգահարում է էլի այլ հեռախոսից, որը պարզվեց հետո Ինեկո բանկի զանգ է եկել, այսինքն զեղծարարը ինձ ժամ ու կես պահել է հեռախոսագծի մեջ, այդ ընթացքում կատարվել վերցրել են, ուրեմն on-line քարտ են պատվիրել, քարտի վրա փողեր են փոխանցել, այդ գումարները այլ երկրներ, Ղազախստան եւ Ալմատա եւ Վարշավա է փոխանցվել, գումարները 5.300.000 ծախսվել է, բանկը ոչինչից տեղյակ չի, երբ որ զեղծարարի հեռախոսազանգը ես անջատում եմ, դրանից հետո 2 անգամ եւս զեղծարարը զանգում է, երրորդ անգամ նոր պտիչկայի համար ինչ որ զանգ է գալիս, ու ես չգիտեմ դա զեղծարարն է թե բանկն է, վախենում եմ այլևս հեռախոսազանգ չեմ վերցնում եւ անմիջապես գնում եմ բանկ եւ զանգահարում եմ ոստիկանություն, գնում եմ ոստիկանություն, այսինքն բանկը ոչ թե զեղծարարի գործարքը ավարտվելուց հետո ինձ պետքա զանգահարեր, այլ ընթացքում պետքա զանգահարեր, ոչ մի զանգ բանկի կողմից չի եղել եւ ոչ մի նույնականացում չեն անում իրանք, ոչինչ չեն անում, իրանց գործողություններում այս 5 տարիների ոչինչ չի փոխվել, դրա համար բոլորս մեծ կասկածներ ունենք, հնարավոր է, որ կամ աշխատակիցներն են այստեղ իրենց թերի աշխատում, դե պաշտպանության մասին բացարձակ 0 պաշտպանություն է այստեղ բանկերի կողմից։